Խմում պարում էին միասին Մասկն ու Թրամփը, աշխարհը տարեսկզբից էր քննարկում նախագահի տեխնացուի ու միլիարդատիրոջ ջերմ հարաբերությունները։ Նրանք միասին տոնեցին Թրամփի հաղթանակը, միասին սկսեցին աշխատել, միլիարդատերը քաղաքականություն մտավ, խորհրդականի պաշտոն ստացավ։ Երկար չտևեց միաբանությունը, վերջին օրերին միջազգային մամուլը գրում էր, որ Մասկը որոշել է լքել Սպիտակ տունը։ Նա հրապարակային քննադատել էր Թրամփի վարչակազմի մեծ գեղեցիկ օրինագիծը, որը նախատեսում էր հարկային արտոնությունների երկարաձգում եւ դաշնային ծախսերի կրճատում 1.5 տրիլիոն դոլարով։ Նախորդին արդեն բոլոր գլխագրերում փոխադարձ վիրավորանքներն էին, իրար հերթ չեն տալիս այ զույգի սուր ու կոշտ մեղադրանքները։ Թրամփի արդեն նախկին խորհրդական միլիարդատերը բյուջետային օրինագիծը որակել էր նողկալի։ Օվալաձև սենյակում ի պատասխան ասվածի խորը հիասթափություն հայտնեց Թրամփը, կասկած բարձրաձայնեց, թե դժվար թե երբևէ գործ ունենա նախկին ընկերոջ հետ։ Իլոնի հետ մենք հիանալի հարաբերություններ ունեինք, չգիտեմ այլևս այդպիսին կլինեն, թե ոչ։ Ես զարմացած եմ, ես շատ հիասթափված եմ, քանի որ Իլոնը այս օրինագծի ներքին գործընթացներն ավելի լավ գիտեր, քան այստեղ նստած գրեթե ցանկացած մեկը։ Հանկարծ նա խնդիր ունեցավ։ Այս հայտարարությունից րոպեներ անց Մասկը հակադարձեց, գրելով պնդումները, թե ինքը նախապես ծանոթացել է օրինագծին, սուտ են։ Մասկը սրեց հանրային վեճը, էլ գող փիսո, էլ քաչալ շուն, ամերիկյան տարբերակով։ Արածն ու չարածը երեսով տվեց, թե առանց իրեն Թրամփը կպարտվեր ընտրություններում։ Ամեն բան սակայն այստեղ չի ավարտվել, աշխարհահռչակ գործարարն աջակցել է Թրամփի իմպիչմենտի կոչին, համաձայնելով X սոցիալական ցանցում գրված գրառման հետ, որը կոչ էր անում հեռացնել Թրամփին եւ լիազորությունները տալ փոխնախագահ Վենսին։ Մասկը այո է պատասխանել գրառմանը, շարունակել էլի ու էլի կրակի վրա յուղլեցնել։ Նախագահն ընդդեմ Իլոնի, ով կհաղթի, ես խաղադրույք եմ կատարում Իլոնի վրա, Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի եւ փոխարինվի Վենսով։ Իրավիճակը հասավ նաև անդառնալի մեղադրանքների։ Մասկը վստահ թե Սպիտակ տան գործող ղեկավարը ներգրավված է եղել Ամերիկայում հայտնի Էփշտեյնի գործի մեջ։ Դա հանրահայտ է որպես մարմնավաճառության կազմակերպման անչափահասների բռնաբարության գործ։ Կարճ ասած, Մասկը Թրամփին նաև մանկապիղծ որակեց։ Ամերիկացի բիզնես մագնատը, որ աշխարհի ամենահարուստ մարդն է, 342 միլիարդ դոլար կարողությամբ դուրս է եկել 79-ամյա էքսցենտրիկ նախագահի դեմ։ Ենթադրելի է, որ կոնֆլիկտը դարձյալ փողի շուրջ է պտտվում։ Հիշենք միայն, նախորդ ամիս Մասկը հայտարարել էր, որ իր գլխավորած դեպարտամենտի ջանքերով խնայվել է 160 միլիարդ դոլար, մինչդեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստանում էր մինչև 2 տրիլիոն դոլար խնայել։ Տիգրան Ույգուրղինյան, ժամը լրատվական։